մարդիկ ինչքան ազատ cash ունեն, որ կարող են հենց հիմա ծախսել, այդ ամենացածր կետերից մեկի վրա է վերջին տարիների ընթացքում գնալով ավելի շատ մարդիկ են ծերին ձգելով աշխատավարձից աշխատավարձ ապրում ու դա նաև բերում է նրան որ իրանք ավելի դժվար են կարողանում նոր տուն գնել ու նոր տուն որ չեն կարողանում գնել հիմա պետությունը Ամերիկայում նոր բիզնես պրոդուկտներ է ստեղծում հիմա էլ 50 տարյանոց հիպոթեկային վարկեր են ուզում թողարկել ինչա ստացվում որ մարդիկ 30 տարով վարկ են հիպոթեկային վերցնում էդ էլ չեն կարողանում արդեն վերցնել ամիսը $2000 պետք է այդ հիպոթեկային վարկը փակեն էդ էլ սկի չեն կարողանում անել դրա համար հիմա ստիպված պետությունը ու բանկերը 50 տարյանոց վարկի պրոդուկտ են ստեղծում, ասում են լավ $2000 չի արի $1500 ամսական վճար արա, բայց 50 տարի արա, ոչ թե 30 տարի, այդպես գոնե կարողանաս վարկ վերցնել, գոնե այնց գործը չկանգնի, տնտեսությունը չկանգնի, այդպեսի հուսահատ քայլերի են գնում։ Ու հիմա այս տեսնելով է նաև որ կենտրոնական բանկը, եթե մի ամիս առաջ ասացին, որ տենց որոշում չկա, որ իջեցնելու են տոկոսադրույքները, հիմա արդեն խոսում են նրա մասին, որ կարողա սկսեն պետական պարտատոմսեր առնել, որպեսզի շուկայում քեշի խնդիրը լուծեն։